Բարև ձեզ, Հայաստանի ժողովուրդ։ Ուրեմն մեկի չենք տենում, ձեզ միանգամից շատ արագ եւ կարճ։ Մենք տենում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը, Ադրբեջանի ղեկավարը համարյա շաբաթ 2-3 անգամ հլմ հայտարարում է, որ Հայաստանը արևելյան արևմտյան Ադրբեջանը իր պատմական տարածքներ են, Ադրբեջանի որտից պատմություն, որ մի հատ լինք ունենա պատմական տարածք, այդ երկիրը միշտ աշխը գցել է սրան նրա या պարսիկների ունեցվածքի վրա, या հայերի ունեցվածքի վրա, या թուրքերի ունեցվածքի վրա, या փորձել է սեփականաշնորհել։ Հիմա նույնությամբ շարունակում է։ Լավ, Ադրբեջանի նախագահան ունի ուղեղի հետ կապված խնդիրներ կամ ագրեսիվ դիրքորոշում եւ սկսված Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոզի տղայ այդի գրուկ պեչատուկ ստորագրուկա լրիվ ադրբեջանական լծիտակ բանը մտած են ադրբեջանական եւ թուրքական ագենտուրը էդի գիտենք բանդիմությունը։ Հիմա Հայաստանի ժողովուրդը մի մասը փողով գերակաշիռ մաս ավելի շուտ գնաց Տաշիր Սամոյի թայֆին ընտրեց բերեց կողքից ազգային ժողով։ Այդ թայֆի մեջ մտնում էր նաեւ Արամ Վարդևանյանը, այդ ինտելիգենտ գյոթը, որ Կարեն 2014-15 թվականից մտավ Ժիլետի Կարեն Կարապետյանի ոռը, Կարեն Կարապետյանի ոռից երբ որ Հանի վարչապետի Սիկիրյանին գնաց մտավ Քոչարյանի ոռը, տայնը շարունակ Քոչարյանի ոռից ելավ այն ասկարիդ ворթի նման, որ փոխանցվելով մարդուց ասում է մարդուն ու մտնում է հետանցքը, գնաց մտավ Տաշիրի ոռը, Տաշիրի ոռը ելավ մտավ ազգային ժողովի փոխնախագահ։ Հիմա տղա ջան, դարել ես ազգային ժողովի փոխնախագահ, պաշտոնատար անձես։ Դու դիրքորոշում պիտի հայտնես, թե չէ, պարլամենտական ընդդիմության ղեկավարներից մեկն ես, հա, ու պիտի նստես այս բարձր ամբիոնին։ Հիմա այդ բարձր ամբիոնից հելի, ասա Ադրբեջան, իմ կուլտուրական եղած չեղածը ծածես դու։ Քեզ ով է ասել, որ սա արևելյան կամ արևմտյան Ադրբեջանը, իրավաբան, փաստաբան մարդ ես մտում։ Մի հատ փաստաբանական կուլտուրական ելույթ ունեցի ազգային ժողովի ամբիոնից, կոպիտ չես կրա, դու քուչա չեսի չէ։ Քեզ այդ Ալիևը բանը Կամասուտրայի տաբե պոզաները կծծնի։ Ալիևն էլ ադրբեջանական միլի մեջլիսի լուբը բարգամավոր։ Հերի հիմա կուլտուրական, ես հետքան տղամարդ ես, քեզ ընտրել է ժողովուրդը, քո նման ոչխարի եւ Տաշիրի նման օլիգարխ հանցագործին ընտրել են։ Դե հերի ազգային ժողովի ամբիոնից ծծրա Ադրբեջանի միլի մեջլիսին, կառավարությանը, պրեզիդենտին, սաղի ծծրա։ Հələ տենամ կարաս տղա ջան, քեզ ընտրել են։ Այն հասաբուլկերենը, այն որ հակներ է գնաց ասում է սա Հայաստանը շինեք Տաշիրի նման։ Շինողի տունը տեղը ծծանեմ, բայց քանի տարի շինեի, բա մատուցողների աշխատավարձը չէի տարում, հասաբուլկերեն 7։ Դու Հայաստանի ի՞նչն ես ուզում շինես Տաշիրի նման, մատուցողի վրեն պիցայի ծախեմ, այ գանդոններ։ Հիմա հելեք Ադրբեջանի նախագահին ծծրեք։ Ձեր փայ, այդպես բան չանողը պորրիկի տղայա։ Ընտրելա դե ժողովուրդը ճիշտ է, փողով, խեռով, ծծով, բդով ընտրելա։ Դե հիմա հենց դեռ ես ուզում եմ տենամ։ Ես ուզում եմ տենամ, դուք ո՞նց եք պատասխանում Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հռետորաբանությանը ելույթներին, որպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ։ Եթե դու հանկարծ այսօր կամ վաղը մինչև 5 շաբթի օրը Ադրբեջանի կառավարությանը եւ նախագահին չես պատասխանել, իա այդ aggressive պասասքի հետ կապված You have 1 minute remaining. Խոսած խախտեն, որ գիշեր ցերեկ ասում է թե Հայաստանը, Արևելյան Ադրբեջանը, ես ուրբաթ օրը ես չասեմ քո հետ ինչ եմ անելու։ Դու ելնեք ես այն բանը Կամասուտրայի գիրքը դնելու եմ դեմս 18 ամիսած դեմ չէ, ասես ասած բարտային պայմաններով։ Այդ սող սերի ժողովրդով կուկուլալատուման բամորմշ գլգլը դու սա բանելու ես։ Հելի որպես հիմա փոխնախագահ, բանը բայ իշխանությունը ասում եմ գրը պեչատում եմ բոզի տղայա, թրքա հպատակ։ Դու ասում ես ես այդպես շեմ։ Տաշիրականներն ասում են թե հիմա հելեք Ադրբեջանի նախագահին պատասխանեք։ Հելեք պատասխանեք որ Արցախը Հայաստան է, հելեք պատասխանեք որ Արցախցիները պիտի վերադառնան Արցախ եւ ինչ խերից արևելյան Ադրբեջան կամ արևմտյան Ադրբեջան։ Հայաստանը անկախ պետություն է, դուք չէ պարսկական տարածք եք եղել, գրասեք Գրիբայեդովի խերը ծծեք, որ ռուսական զորքը մտել է, այդ սախ վերցել է, վերջում այն Ստալիններն վրադին, որ դուք կարողացաք ստեղծել Ադրբեջան Հանրապետություն։ Դե մա հելի այդ կամ բանն ասա։